Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ընդունում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը, բայց միևնույն ժամանակ առաջընթաց է տեսնում Ուկրաինայի շուրջ բանակցություններում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։ Մայիսի վերջին Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու իր դժկամությունը բացատրեց նրանով, որ դրանց խստացումը կարող է վնասել ուկրաինական հակամարտության շուրջ, ուկրաինական կարգավորման շուրջ երկխոսությանը։ Պարզապես այն փաստը, որ եթե ես կարծում եմ, որ մոտ եմ համաձայնության, չեմ ուզում այն փչացնել, ասել է Թրամփը։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացրել են 6 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Այս տարվա հունիսի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11-ից մինչև 19 ընկած ժամանակահատվածում հերթապահության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացրել են ուկրաինական 6 ինքնաթիռ անօդաչու թռչող սարքեր, ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի քան 150 տարի առաջ Հայաստանում հիմնադրված ռուսական ամենահին բնակավայրերից մեկը նոր մանկապարտեզ կունենա։ Հունիսի 2-ին տեղի է ունեցել Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի նոր մանկապարտեզի հիմնարկիքի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիտկինը, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, Ռուսական մարդասիրական առաքելություն կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկը, Հարավկովկասյան երկաթուղի ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Ռոսատոմի ներկայացուցիչ Վյաչեսլավ Պրոշկինը, Հայաստանում գիտության եւ մշակույթի ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը եւ տեղական համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչևը։ Այս մասին հաղորդում է Եվրոմեդիա 24-ի թղթակիցը։ Նախագիծն իրականացվում է Ռուսաստանը ձեզ հետ է նախաձեռնության շրջանակում Ռոսսոտրուդնիչեստվոյի ռուսական մարդասիրական առաքելություն կազմակերպության հատուկ նախագծերի եւ գործարար համայնքի հետ համագործակցության հանձնաժողովի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ։ Մանկապարտեզը նախատեսված է թվով 50 երեխայի համար եւ զբաղեցնելու է 400 քառակուսի մետր տարածք։ Մանկապարտեզի հիմնարկեքի կապակցությամբ Ֆիոլետովոյի մոլոկան բնակիչներին ուղերձ է հղել Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովը նշելով. «Դուք պետք է իմանաք, որ Ռուսաստանը հիշում է ձեզ, Ռուսաստանը սիրում է ձեզ եւ Ռուսաստանն անչափ գնահատում է ձեզ։ Դուք պահպանում եք մեր ավանդույթները, լեզուն։ Դա մեծ սխրանք է եւ այս նախագիծը եւս մի հնարավորություն է ցույց տալու, թե ինչպես է պետք դա անել»։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիտկինն իր ելույթում նշել է, որ նոր մանկապարտեզի հիմնադրումը երեխաների ու ընտանիքի պաշտպանության հարցում Ռուսաստանի առանցքային ազգային առաջնահերթությունների արտացոլումն է։ То, что мы открываем здесь сегодня, это, конечно, очень важно. Детский сад, это, об этом здесь не нужны комментарии. Вчера мы отмечали все День защиты детей. И в своем приветствии по случаю этого праздника президент России четко обозначил, что продвижение семейных ценностей, создание условий для реализации таланта детей – это ключевые национальные приоритеты. И вот то, что происходит здесь сегодня, это иллюстрация хорошая вот этих слов. Я хочу пожелать, чтобы вот тот детский сад, который, я уверен, будет построен и будет играть очень важную роль в жизни молоканской общины, стал примером очень хорошей, успешной инвестиции в наше общее будущее молоканской общины, будущее Республики Армения и, конечно, будущее российско-армянских отношений. Փարիզը մտադիր է 2026 թվականին Կիևին լրացուցիչ 200 միլիոն եվրո հատկացնել ենթակառուցվածքների վերականգնման համար։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի եւ Ուկրաինայի վարչապետներ Ֆրանսուଆ Բայրոյի եւ Դենիս Շմիգալի միջև Փարիզում կայացած բանակցություններից հետո Ֆրանսիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։ Նպատակն է 2026 թվականից սկսած Ուկրաինայի տնտեսության կարևորագույն ենթակառուցվածքներին եւ առաջնահերթ ոլորտներին աջակցելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնել 200 միլիոն եվրոյի չափով, ասվում է տեքստում։ Փարիզը նախկինում նմանատիպ նպատակների համար հատկացրել էր 200 միլիոն եվրո։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է քննչական կոմիտեում։ Լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են քննչական կոմիտեից։ Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին եւ միայն 2 տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում։ Այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում։ Ըստ մամուլի գործը հարուցվել է Սամվել Բաբայանի Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների եւ հոկտեմբերի 26-ին ներկայացրած հաղորդման հիման վրա։ Մարդիկ Հայաստանում հիմա 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Այս մասին ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը եղել է գրեթե 174,000 դրամ, 2025 թվականի ապրիլին 304,000 դրամ։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 70%։ Փաշինյանի խոսքով նույն ժամանակահատվածում կൂട്ടակային գնաճը կազմել է 25%։ Սիրելի ժողովուրդ, փակեք ձեր ականջները, մի լսեք Նիկոլին եւ կտեսնեք իրականությունը։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի ազգային ժողովի նախկին падգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Նրա խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արածները կապ չունեն իր խոսքերի հետ։ Ինքը միշտ ասում է, ինչ ժողովրդի մեծամասնությունը այդ պահին ցանկանում է լսել։ Իր հայտարարություններն ու բանավոր խոսքերը ոչ մի կապ չունեն իր իրական քայլերի հետ։ Ես միշտ այս օրինակներ եմ ասում, սիրելի ժողովուրդ, ձեր ցավը տանեմ։ Նիկոլ Փաշինյանի մասին կարծիք կազմելու համար մի հատ առաջարկում եմ ձեզ փոքր վարժություն։ Փակեք ձեր ականջները, ոչ մի բան մի արեք, պատկերացրեք դուք չեք լսում իրեն։ Մենակ նայում եք։ Այսինքն տեսնում եք այն ինչա կատարվում երկրում, փոփոխությունները դրական բացը։ Մի լսեք, փակեք ականջները։ Դուք կտեսնեք, որ գործ ունեք շարքային, փողոցային ամենավերջին սուտասան շարլատանի հետ։ Պետք է ընդամենը 2 մատով փակել, որոշ ժամանակ հետևել տեղի ունեցող։ Իսկ ինքը շատ լավ գիտի, ինչ եք ուզում լսել դուք այդ պահին, թալանը, խաղաղությունը, Ռուսաստանն է մեղավոր, նախկինները, այս սաղ, վերջում իմաստն է, որ ինքը ուղղակի շարունակի մնալ այդ աթոռին սոսնձված։ Թեհրանը պատրաստ է քննարկել Միացյալ Նահանգների կողմից առաջարկված տարածաշրջանային ուրանի հարստացման կոնսորցիումի ստեղծումը որպես Վաշինգտոնի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի մաս, բայց միայն այն դեպքում, եթե այն գործի Իրանի տարածքում։ Կողմերը կարող են շարունակել բանակցությունները արդեն այս շաբաթվա վերջին, հաղորդում է Axios-ը հողմանելով անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի։ Եթե կոնսորցիումը գործում է Իրանի տարածքում, այն կարող է դիտարկվել, սակայն եթե այն գտնվում է երկրի սահմաններից դուրս, այն անպայման դատապարտված կլինի ձախողման, ասել է պորտալի աղբյուրը։ Axios-ը հաղորդում է, որ կոնսորցիումը, որը բացի ԱՄՆ-ից եւ Իրանից կներառի Սաուդյան Արաբիան, Արաբական Միության Էմիրությունները, Քաթարը եւ Թուրքիան կգործի միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեսուչների հսկողության ներքո եւ միջուկային վառելիք կմատակարարի այն երկրներին, որոնք ձգտում են զարգացնել իրենց քաղաքացիական միջուկային ծրագրերը։ Պորտալի տվյալներով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 6-րդ փուլը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Ստիվեն Ուիտկովի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի մասնակցությամբ կարող է տեղի ունենալ այս առաջիկա շաբաթվա վերջին Մերձավոր Արևելքի երկրներից մեկում։ Կանադայի Սասկաչևան նահանգում անտառային զանգվածային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 400 տուն, իսկ իշխանությունները տարհանել են 9000 մարդու, հաղորդում է CBC-ն։ Ռեգինա Լիդեր Փոստ թերթը մայիսի 30-ին հաղորդել է, որ Սասկաչևանի պաշտոնյաները արտակարգ դրություն են հայտարարել արագ տարածվող անտառային հրդեհների պատճառով, որոնք այդ պահին ստիպել էին տարանվել ավելի քան 8000 մարդու։ Ավերվել են ավելի քան 400 բնակելի շենքեր եւ շինություններ, տարհանվել է 9000 մարդ, ասվում է զեկույցում։ Հերոստալիքի տվյալներով նահանգի վարչապետ Սկոտ Մոուն հայտարարել է, որ տարհանվածների թիվը առաջիկա օրերին կարող է հասնել 15000-ի։ Brexit-ի նախկին բանակցող եւ Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ Միշել Բարնիեն մեղադրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Եվրամիությունը ղեկավարելիս ավտորիտարիզմի ուղու մեջ, հաղորդում է Պոլիտիկոն հղում անելով Բարնիեի «Ինչ սովորեցի քեզանից» գրքին, որը հրապարակվել է
Հունիսի 4-ին Բարնիեն մեղադրում է իր նախկին ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում ավտորիտար դառնալու մեջ։ Գրում է հրատարակությունը։ Նրա խոսքով Բարնիեն նաև քննադատել է մյուս եվրոպացի հանձնակատարներին ավելի շատ տեխնոկրատներից վարվելու համար, նշելով Եվրահանձնաժողովի անբավարար ուշադրությունը հենց եվրոպացիների կարծիքների նկատմամբ 2024 թվականի դեկտեմբերի վերջին Պոլիտիկոն հաղորդել էր, որ ֆոն դեր Լայենը ավելի ու ավելի էր նյարդայնացում Եվրամիության իշխող շրջանակներին իր որոշումների կայացման ոճի պատճառով։ Պակիստանի վարչապետի օգնական Սաիդ Թարիք Ֆաթեմին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Պակիստանի վարչապետի գրավոր ուղերձը, հաղորդում է ՌԻԱ Նովեստին հղումանելով Մոսկվայում Պակիստանի դեսպանատանը։ Երեքշաբթի օրվա հանդիպման ժամանակ Ֆաթեմին փոխանցեց վարչապետ Շահբազ Շարիֆի բարեմաղթանքները եւ արտահայտեց Պակիստանի ղեկավարության ցանկությունը ընդլայնելու երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի հետ հարցերի լայն շրջանակների շուրջ, այդ թվում էներգետիկայի, տրանսպորտային կապի եւ առևտրի ոլորտներում։ Պակիստանի վարչապետի օգնականը ըստ տեղեկությունների նաեւ մանրամասնորեն ներկայացրել է ռուսական կողմին Հարավային Ասիայում տեղի ունեցող զարգացումները, ներկայացնելով Պակիստանի դիրքորոշումը լարվածության սրման վտանգի վերաբերյալ։ Մասնավորապես նա ներկայացրել է Հնդկաստանի կողմից Ինդոսի ջրերի մասին պայմանագրի համաձայն ջրի մատակարարումը կրճատելու սպառնալիքի շուրջ հետևանքները։ Վլադիմիր Զելինսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Վաշինգտոնում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ եւ պատմել նրան հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի հետ կայացած բանակցությունների մասին։ Վաշինգտոնում թիմի հետ միասին ես հանդիպեցի Քիթ Քելլոգի հետ։ Մենք քննարկեցինք ռազմաճակատում տիրող իրավիճակը, Ստամբուլում կայացած հանդիպումների արդյունքները, գրել է Երմակը իր Telegram ալիքում։ Միևնույն ժամանակ Ստամբուլում բանակցությունների նախօրեին Զելենսկու գրասենյակը հույս հայտնեց Քելլոգի կամ ԱՄՆ-ից եւ Եվրոպայից այլ պատվիրակների մասնակցության վերաբերյալ, սակայն պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը հայտարարեց, որ բանակցությունները պետք է անցկացվեն անմիջապես Մոսկվայի եւ Կիևի միջև։ Երմակը Քելլոգի հետ զրույցում նաեւ բարձրացրել է Կիևին ռազմական օգնության հարցը։ Զելենսկին նախկինում բողոքել էր, որ Ուկրաինան պատրաստ է վճարել 15 միլիարդ ԱՄՆ դոլար 10 Patriot համակարգերի համար, սակայն Վաշինգտոնը հրաժարվել է վաճառել համակարգերը։ Եվրամիության կառույցները շարունակում են Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու իրենց փորձերը, հայտնել է Պետդումայի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարևը։ Խորհրդականի խոսքով Եվրախորհրդարանում հայտարարվել է Ռուսաստանի Դաշնությունում ժողովրդավարական ուժերին աջակցելու հարցի շուրջ արտագաղթողների մասնակցությամբ քննարկումների մասին։ Պիսկարևը նշել է, որ նման միջոցառումներ պարբերաբար անցկացվում են 2024 թվականից ի վեր, ինչպես նաև ԵՄ երկրներում հակառուսական համաժողովներ են անցկացվում։ Պատգամավորը պնդում է, որ Արևմուտքը ֆինանսավորում է այն անձանց, ովքեր աջակցում են Ուկրաինայի զինված ուժերի գործողություններին եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Ռուսաստանի Դաշնությունում նման ընդդիմությունը կողմնակիցներ չունի, ընդգծել է նա։ Հնդկաստանի զինված ուժերը պետք է զգոն մնան Պակիստանի դեմ ընթացող սինդուր գործողության պատճառով, հայտնել է Պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանը։ Սինդուր գործողությունը դեռ չի ավարտվել, այն շարունակվում է, սա ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցում է, անհրաժեշտ է զգոն մնալ, ասել է Պաշտպանության շտաբի պետը։ Չաուհանը հավելել է, որ Հնդկաստանը չի ցանկանում երկարատև հակամարտության մեջ մտնել Պակիստանի հետ, ասելով, որ մարտերը թանկարժեք են։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան սեպտեմբերին կայցելի Միացյալ Նահանգներ, հաղորդում է Սիրիա հեռուստալիքը։ Նշվում է, որ Ալ-Շարան ելույթ կունենա նաև ՄԱԿ-ի նիստում։ Սա Սիրիայի նախագահի առաջին ելույթն է համաշխարհային կազմակերպությունում վերջին 60 տարվա ընթացքում։ Սիրիայի ժամանակավոր կառավարությունը ձևավորվել է 2024 թվականի դեկտեմբերի 9-ին Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումից հետո։ 2025 թվականի հունվարի 29-ին
ժողովրդական խորհուրդը բարձրագույն օրենսդիր մարմինը պաշտոնապես լուծարվել է եւ անցումային կառավարությունը հայտարարել է ժամանակավոր օրենսդիր խորհրդի ընտրությունների մասին։ 2025 թվականի մարտի 29-ին առաջին անցումային կառավարությունն ավարտել է իր աշխատանքը եւ փոխարինվել երկրորդ անցումային կառավարությամբ։ Վարչապետի պաշտոնը վերացվել է եւ կառավարությունը գլխավորել է Սիրիայի նախագահ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապես չի տեղեկացվել Ուկրաինայի կողմից Ռուսաստանում գտնվող ավիաբազաների վրա ահաբեկչական հարձակումների ծրագրերի մասին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, փոխանցում է TASS-ը։ Նա այդպիսին չէր, ասաց նա, երբ լրագրողների հարցին, թե արդյոք Թրամփը տեղեկացված էր սպասվող հարձակման մասին, նա պատասխանեց. ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումները կարող են բացասական հետևանքներ ունենալ Վաշինգտոնի համար։ Քաղաքական գործչի խոսքով, եթե ԱՄՆ-ն ներգրաված է եղել հարվածների պլանավորման մեջ, դա ստեղծում է իրավիճակի սրման ռիսկեր։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կոչ է արել դադարեցնել Միավորված ազգերի կազմակերպության ՄԱԿ ֆինանսավորումը։ Այսպես է միլիարդատերը մեկնաբանել տեսանյութը, որում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոսում է թվային հարթակների օգտագործման մասին մարդկանց մոլորեցնելու եւ ատելություն կազմակերպելու համար։ Այս պատկերները հրապարակած օգտատերը նշել է, որ համաշխարհային կազմակերպությունը իբր պատերազմ է հայտարարել խոսքի ազատությանը։ Կասեցրեք, ՄԱԿ-ի ֆինանսավորումը գրել է Մասկը։ Գերմանիայում Volkswagen AG խմբի ավելի քան 20,000 աշխատակիցներ համաձայնել են վաղաժամկետ դադարեցնել իրենց աշխատանքային պայմանագրերը եւ ստանալ արձակման փոխհատուցում։ Նրանք կհեռանան ընկերությունից առաջիկա 4 տարիների ընթացքում, հաղորդում է Bild-ը, հղում անելով խմբի տնօրենների խորհրդին։ Հրատարակությունը նշում է, որ նպաստի չափը ուղղակիորեն կախված կլինի աշխատակցի աշխատանքային ստաժից։ Միաժամանակ այնտեղ նշված առավելագույն գումարը 400,000 եվրո է։ Կոնցեռնը պլանավորել է կրճատել իր աշխատուժը մինչև 2030 թվականը։ Ավտոմեքենաների պահանջարկի անկման պատճառով այս ժամկետում Volkswagen-ը պլանավորում է կրճատել 35,000 մարդու։ Սկզբում խոսակցություններ էին շրջանառվում Գերմանիայում ընկերության մի քանի արտադրական օբյեկտներ փակելու մասին, սակայն IG Metall արմիությունը հույս ունի խուսափել դրանից։ Երկարատև հիվանդությունից հետո այսօր մահացել է Վահան Շիրխանյանը։ Նա 77 տարեկան էր։ Շիրխանյանն ընտրվել էր Հայաստանի Գերագույն խորհրդի падգամավոր, ԳԽ Պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Աշխատել է Հայաստանի Պաշտպանության փոխնախարար, Հայաստանի նախագահի խորհրդական հատուկ ծրագրերի գծով կառավարության 10-րդ վարչության պետ։ Եղել է ՀՀՇ խմբակցության անդամ։ Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է, կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է ազատեն մեր հոգու տունը։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Բարձրաստիճան հոգևոր դասի մի հատվածը չի հասկանում, որ հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, մեզնից յուրաքանչյուրի եկեղեցին ժողովրդի սրբությունը, մեզնից յուրաքանչյուրի սրբությունը ժողովրդի հոգու տունը, մեզնից յուրաքանչյուրի հոգու տունը։ Որպես հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, ով խոնարհվում է եկեղեցու առաջ որպես մարդով հավատում ու երկրպագում է Հիսուս Քրիստոսին, ասում եմ, հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է։ Իսկ դուք պղծում եք այդ տունը կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը։ Նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է արևմտյան նեղոցի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Արևմտյան նեղոցի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է։ Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում, այն ունի հստակ արտահայտված սեզոնայնություն հունիսից մինչև հոկտեմբեր, պայմանավորված մոծակների բազմացման եւ տարածման համար բարենպաստ պայմաններով։ Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում։ Կլինիկական ախտանշաններն են գլխացավ, մկանացավ, ցան, հոդացավ, գլխապտույտ, իսկ ծանր դեպքերում մինինգիտ, էնցեֆալիտ, ինչպես նաեւ կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման նշաններ։
Հունիսի 3-ին Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունել է ուխտավորաբար Հայաստան եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին ժամանած Մելկիտ հունակաթոլիկ եկեղեցու Լիբանանի եւ Զահլե եւ Ֆուրզոլի թեմի առաջնորդ Իբրահիմ եպիսկոպոս Իբրահիմին, Անտիոքի եւ Համայն Արևելքի հույն ուղափառ եկեղեցու Լիբանանի Զահլեի եւ Բաալբեքի թեմի առաջնորդ միտրոպոլիտ Անտուան Էլ-Սուրիին, ուղեկցությամբ Gardenia Leibniz Farms ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆայսալի։ Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն է բերել հյուրերին գոհունակությամբ անդրադառնալով քույր եկեղեցիների հետ առկա փոխհարաբերություններին։ Իրենց հերթին հյուրերը շնորհակալություն են հայտնել ամենայն հայոց հայրապետին ընդունելության համար, իրենց զորակցությունն ու աղոթակցությունը բերելով հայ եկեղեցուն եւ հայ ժողովրդին։ Եմենի ապստամբ Անսար Ալլահ շարժման հութիները բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, հայտարարել է ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարյան։ Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն հարձակվելով Լոդի օդանավակայանի վրա, օգտագործելով Զուլֆիկար տիպի բալիստիկ հրթիռ, ասել է նա ապստամբներին պատկանող Ալ-Մասիրա հեռուստաալիքի եթերում։ Սարյայի խոսքով գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին։ Նա պնդել է, որ հրթիռային հարվածի հետևանքով օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է։ Երկուշաբթի օրը Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորականները որսացել են Եմենից արձակված ևս մեկ հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հայտարարվել է օդային հարձակման մասին տագնապ։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների 6-րդ փուլ անցկացնելու հնարավորությունը լուրջ կասկածի տակ է եւ կարող է ընդհանրապես տեղի չունենալ, երկուշաբթի օրը հաղորդել է CNN-ը հղում անելով իր աղբյուրներին։ Դրա խոսքով Իրանը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը համարել է անհամատեղելի, անիրատեսական եւ չափազանց պահանջներ ներկայացնող։ Ամերիկացիները անընդհատ փոխում են իրենց դիրքորոշումը եւ սա մինչ օրս հաջող բանակցությունների հիմնական խոչընդոտն է եղել եւ աշխատանքն ավելի է դժվարացնում, քան երբևէ։ CNN-ին ասել է անանուն բարձրաստիճան Իրանի պաշտոնյան։ Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ առաջարկը տարբերվում է կողմերի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Այս տեքստը ուղղակիորեն հակասում է բանակցությունների 5-րդ փուլի ընթացքում մեր կողմից ձեռք բերված վերջին համաձայնագրին, ասել է նա։ Սպիտակ տունը ներկայացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի թարմացված դիմանկարը։ Այս մասին հաղորդվել է Սպիտակ տան X-ի պաշտոնական էջում։ Հենց նոր հրապարակվել է նոր պաշտոնական դիմանկար, ասվում է հայտարարության մեջ։ Այն պատկերում է Թրամփին սև ֆոնի վրա, որի խորապատկերին բացակայում է ամերիկյան դրոշը։ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի փոխկապը նույնպես կապույտից փոխվել է կարմիրի։ Փոխնախագահ J.D. Vance-ի եւ առաջին տիկին Մելանիա Թրամփի դիմանկարները չեն փոխվել։ Մեծ Բրիտանիան պլանավորում է ավելի մեծ դեր ստանձնել ՆԱՏՕ-ի միջուկային զսպման գործում մտահոգությունների ֆոնին, որ ԱՄՆ հետաքրքրությունը եվրոպական պաշտպանության նկատմամբ կնվազի նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երեքշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը հղում անելով իր աղբյուրին։ Կառավարությունը ուսումնասիրում է նոր հնարավորություններ, ինչպիսիք են միջուկային մարտական ունակությամբ կործանիչները, որպես Մեծ Բրիտանիայի միջուկային ներդրումը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում մեծացնելու ծրագրերի մաս, գրում է գործակալությունը։ Սա կլրացնի Մեծ Բրիտանիայի Trident միջուկային զսպման ծրագիրը թարմացնելու, միջուկային մարտագլխիկների արտադրության մեջ 15 միլիարդ ֆունտ ստերլինգ, մոտ 20 միլիարդ դոլար ներդնելու եւ 12 նոր միջուկային սուզանավեր կառուցելու ծրագրերը, ասվում է հոդվածում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատմության մեջ աննախադեպ տեմպերով են համալրում իրենց զենքի զինանոցները։ Ես հենց նոր հիանալի զրույց ունեցա մեր զինված ուժերի ղեկավարության հետ։ Սա մեր ունեցած ամենաուժեղ բանակն է, ներառյալ այն փաստը, որ մենք զենք ենք կուտակում այնպիսի տեմպերով, ինչպիսին մեր երկիրը երբեք չի տեսել։ Գրել է նա Truth Social-ում, հավելելով, որ հույս ունի, որ իրենք երբեք ստիպված չեն լինի դրանք օգտագործել։
Գազայի հատվածի հարավում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելցի զինվորները կրակ են բացել Ռաֆահում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոն հասնել փորձող քաղաքացիական անձանց վրա, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանի մոտ գտնվող հարավային Պաղեստինյան անկլավում։ Հարձակման հետևանքով զոհվել է 23 մարդ, վիրավորվել ավելի քան 200-ը։ Մարտի 18-ին Իսրայելի բանակը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում, սկսելով զանգվածային հարվածներ անկլավի դեմ եւ այսպիսով խաթարելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը սա բացատրեց նրանով, որ արմատական Պաղեստինյան շարժում Համասը մերժեց միջնորդների եւ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ստիվեն Ուիթքովի կողմից բանակցությունների ընթացքում ներկայացված առաջարկները, նշելով, որ այդ հատվածում գործողության նպատակը բոլոր պատանդներին ազատ արձակելն է։ Արմատականները ռազմական գործողությունների վերսկսման համար մեղադրեցին Իսրայելին եւ ԱՄՆ-ին։ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլի ավարտին ընթരാճ։ Այս մասին հայտնում է RBC Ukraine գործակալությունը հղում անելով իր աղբյուրին։ Գործակալությունը չի նշում այցի նպատակը, ինչպես նաեւ այն, թե Երմակում հետ է հանդիպումներ նախատեսել։ Բացի այդ, հայտնի չէ նա միայնակ է թռչում, թե պատվիրակության հետ։ Հունիսի 2-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևեց 1 ժամից մի փոքր ավելի։ Պատվիրակությունները շփվեցին ռուսերենով, կողմերը փոխանակվեցին փաստաթղթերով, որոնցում ներկայացվեցին հակամարտության կարգավորման իրենց տեսլականները։ Հարվարդի համալսարանը դատարանին խնդրել է ապասառեցնել ԱՄՆ վարչակազմի կողմից սառեցված $2.5 միլիարդ ֆինանսավորումը, անվանելով ամենահին համալսարանի դեմ նման գործողությունները անօրինական, հաղորդում է Reuters-ը։ Հարվարդի ԱՄՆ վարչակազմի դեմ Բոստոնի ԱՄՆ շրջանային դատարան ներկայացված հայցի համաձայն ապրիլի 14-ից ի վեր համալսարանը ստացել է 957 հրաման սառեցնելու ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների, քաղցկեղի բուժման եւ արագիչ հիվանդությունների հետ կապված հետազոտությունների ֆինանսավորումը։ Համալսարանի դեմ գործողությունները կապված են Սպիտակ տան պահանջների ցանկի մերժման հետ, ասվում է փաստաթղթում։ Դպրոցներում թմրամիջոցների տարածումը հոգեկան վնաս հասցնող խաղերը ահագնացող տեմպերով տարածվում են ստանում։ Եվրոմեդիա 24-ի հարցին, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, որ տեղյակ են խնդրից եւ զբաղվում են դրանցով։ Մեր հանրակրթության վարչության կողմից կարելի ասել ամենօրյա կտրվածքով, թե տնօրենների մակարդակով, թե բնականաբար դպրոցների այլ աշխատակիցների միջոցով ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում ոչ միայն երեխաների շրջանում, նաև ծնողների հետ են պարբերաբար այդ տեսակ շփումներ ունենում եւ նաև համապատասխան իրապահ մարմինների մեր գործընկերների հետ են համագործակցում, որպեսզի կանխարգելիչ եւ ոչ միայն կանխարգելիչ միջոցառումների միջոցով հնարավորինս հանրակրթական հաստատությունները զերծ պահեն ձեր կողմից մատնանշված խնդիրներից։ Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատական ֆարսը։ Հայկական կողմի հասցեին մեղադրանքներ են հնչել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական քաղաքները իբր գնդակոծելու վերաբերյալ։ Ելույթ են ունեցել իբրև թե տուժողները։ Աղանդավորների մասին լսել եք մի թթու կծու խոսք ասեն, մենակ եկեղեցուն են քննադատում։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում ասել է կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։ Նա նշել է, թե ինչ խնդիր է ուզում լուծել Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավով։ Դուք լուրջ հավատում եք, որ Նիկոլ Փաշինյանը տենց մտահոգված է եկեղեցու առողջացմամբ։ Իհարկե ոչ։ Սեք լուծվում է նաև երկրորդ հարցը, բացի գլոբալ թուրքեր եւ ադրբեջանցիների ուղիղ հրահանգը կատարելու, այս մարդիկ նաև լուծում են հետեւյալ խնդիրը։ Նախկինում մեղավոր էին նախկինները, հետո կոռուպցիոներները, հետո ռուսները, հիմա եկեղեցին, հասկանում եք, այսինքն բոլոր գործընթացները նախընտրական ինքը նեգատիվի վրա է կառուցում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պոզիտիվի վրա չի կարող ոչ մի բան անել, ինքը պետք է նեգատիվի վրա մարդկանց գժվցնի, գազազացնի, իրար դեմ հանի, առաջ Ղարաբաղցի
հայաստանցի թեզն էին խաղացնում, վիժվածքացին, անբարոյական, լկտի, բայց ստացվեցին ասում տասնյակ տարիների ընթացքում մարդկանց մեջ այդ թույնը ներարկել։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում հունիսի 3-ից 3-ը 4-ին 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ 7-ից 8-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հունիսի 3-ից 3-ը 4-ին շրջանների զգալի մասում, 6-ին գիշերը եւ կեսօրից հետո, 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 3-ից 3-ը 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-ին եւ 8-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ից 4-ին աստիճանաբար կնվազի 6-ից 9 աստիճանով։ Հունիսի 5-ից 8-ին աստիճանաբար կբարձրանա 5-ից 6 աստիճանով։